Ողջունում եմ բոլորիդ, այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեր շտաբը հայտարարությամբ է ուզում հանդես գալ, դատապարտելով այն հրաբարակումները, որոնք մամուլում կան, իհարկե անմեղության կանխավարկածը չխախտելով, ես խոսում եմ այն բոլոր հրաբարակումների մասին, որոնք այս ժամանակահատվածում եղել են, նաև ոստիկանության հայտարարությունների մասին։ Իրականում մենք դատապարտում ենք այն բոլոր գործողությունները, որը Գյումրեցուց, մեր ժողովրդից ձայնի իրավունքի զրկել է, ստիպել կամ այլ օրինախախտ միջոցներով մարդու ձայնի վրա ազդեցություն ունենալ։ Մենք ժողովրդավար երկիր ենք, մենք դրա համար պայքարել ենք եւ այսօր անցկացրել ենք ընտրություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում երբևէ չեն եղել։ Մենք հպարտանում ենք մեր անցկացրած ընտրություններով եւ այս ընտրությունները դրանով ոչինչով չի տարբերվում։ Մենք հեղափոխությունը 18 թվականին մեր հայ ժողովուրդը նաեւ դեմ է դուրս եկել հենց ձայնի իրավունքի վերականգնելու համար, դուրս է եկել հեղափոխություն անելու, որովհետև անտեսված է եղել մարդու քվեարկության ձայնի իրավունքը։ Եվ այսօր մենք դատապարտում ենք այն գործողությունները, այն հրապարակումներն ու ձայնային հաղորդագրությունները, որոնք տեղի են ունեցել։ Անթույլատրելի է եւ ես որպես թե շտաբի պետ, թե մարզպետ միանշանակ եւս մեկ անգամ փաստում եմ, որ անթույլատրել է եւ նաեւ փաստում եմ, որ Գյումրիում նման գործելավոճը երբեք չի աշխատել ու չի էլ աշխատելու։ Էլի եւս մեկ անգամ չխախտելով անմեղության կանխավարկածը, խոսում եմ ընդանուր այն տեղի այս քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող բոլոր հայտարարությունների, գրառումների եւ այլ գործողությունների մասին։ Մենք այսօր Գյումրիում ընտրում ենք Գյումրու քաղաքապետ, որը 5 տարի կառավարել է Գյումրին։ Այս ընտրությունները Գյումրու մասին են, բազմիցս ասել եմ եւ չի կարելի, որպեսզի յուրաքանչյուր գյումրեցու սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքի վրա որևիցե ազդեցություն ունենալ։ Դուք շատ լավ գիտեք, որ տարբեր տեխնազուների, ընդդիմադիր տեխնազուների ցուցակներում կան պետական աշխատողներ, դպրոցների մանկավարժներ, այլ պետական կառույցների ղեկավարներ եւ ես որպես մարզպետ վստահեցնում եմ, որ որևիցե մի դեպք չի եղել, որ որևիցե մեկի վրա ճնշում գործադրվի, հակառակը ես մարզպետարանի բաժնի պետերին զգուշացրել եմ, որ զրույց ունենան դպրոցի տնօրենների կամ պոլիկլինիկաների կամ այն պետական կառույցների, որոնց աշխատակիցները ընդգրկված են այլ տեխնազուների ցուցակների մեջ, որ որևիցե մեկը խոսակցություն զրույց չունենա պետական աշխատակցի հետ, փորձի մեր առաջ լավամարդ երևալու համար ասել ինչի ես տրել, ինչի ես մասնակցում եւ այլ եւ այլ։ Մենք քարոզում ենք ժողովրդավարություն, մենք ընտրությունները անում ենք արտար ու մաքուր եւ այդ վերաբերում է բոլորին, սկսած մեզանից, վերջացրած յուրաքանչյուր տեխնազույց։ Չեն կարող փաստել որևիցե մեկը, որ ինչ որ մարդ տուժել է կամ ինչ որ մարդու հետ այլ զրույց են ունեցել, որը պետական ապարատի աշխատակից է, ընդཐུպ տեխնազուներ ու ոչ 50-40-րդ համարների, այլ 2-րդ, 3-րդ, 4-րդ համարների տեխնազուներ կան, որոնք պետական ծառայողներ են։ Մենք այդ գործելավոճը մերը չէ, մենք նման ճանապարհով առաջ չենք գնում։ Եվս մեկ անգամ ուզում եմ բոլորին հիշեցնել, որ երբևիցե հնարավոր չի եղել Գյումրեցու ձայնի վրա ազդեցություն ունենալ, վստահ եմ, որ այս ընտրությունները եւս մեկ արձանագրություն են լինելու, որ որևիցե մեկը այլ միջոցներով չի կարողանալու Գյումրեցու ձայնի վրա ազդեցություն ունենալ։ Մենք կշռադատված ընտրություն ենք անում եւ մեր ընտրության համար պատասխանատու ենք։ Եթե մեր գործընկերները ասելիք ունեն հարցերին դեռ ժամանակ ունենանք անդրադառնալու, իհարկե իրավական գնահատականները կթողնենք իրավապահներին։ Այսքանը սեսկում ենք ունենալ։
այս կոմարի Ես կներեք խոսքը շարունակեմ խոսքս չնայած գիտեմ որ հարցերը լինելու են շատ չեմ ուզում ծավալվել այդ հարցերով էլ կպատասխանեմ բայց նաև ուզում եմ դատապարտել այն հայրախառը խոսույթները որոնք ուղղված են մեր գյումրեցիներին ու իրականում չեմ էլ կարող ասել կոնկրետ ում է ուղղված այդ խոսքերը այս պարագայում իմ համար թե որպես մարզպետ թե որպես շտաբի պետ թե որպես գյումրեցի ընդհանրապես մեկ էր թե ում է ուղղված այդ խոսքերը իմ համար դատապարտելի են որևիցե գյումրեցու պիդագավորելը որևիցե գյումրեցու հայոյանքով խոսելը եւ ինչպես միշտ ասել եմ յուրաքանչյուր գյումրեցի թիկունքին կանգնած եմ մանավանդ այն դեպքում երբ որ գյումրեցին սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքն է իրագործում եւ մասնակցում է ազատ եւ արդար ընտրություններին մեր համար շատ կարեւոր է այս ընտրությունները մեր ի նկատի ունեմ այն քաղաքական ուժի որը մշտապես կազմակերպել է արդար ու թափանցիկ ընտրություններ այս ընտրությունները հաջորդի բոլոր ընտրությունները մենք հանձնառություն ունենք որպես իշխանություն ապահովել թափանցիկությունը եւ լեգիտիմությունը մենք ինքնադապատակ չենք համարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնազոյի քաղաքապետ ունենա դուք լավ գիտեք որ մենք տարբեր քաղաքներ ու համայնքներ ունենք որտեղ տեխնազոները քաղաքապետերը այսօր ընդդիմադիր են մեր համար մեր ուժի համար մեր գաղափարախոսության համար թափանցիկ արդար ընտրություններն անեն լեգիտիմ քաղաքապետ ունենալն է Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1